Կուսակցության ստեղծումը ենթադրում է, որ Ռոբերտ Քոչյանը վերադառնում է քաղաքական։ Փաստորեն կապ չունի, երեք կարծում եմ բավարար բացատրություն տվել եմ այդ հարցում։ Շուտով կիմանաք, ես հիմա խուսափեի որևէ անուն տալ, ուղղակի դա կորեկտ չի, վերջնական որոշում որ կայացվի, իհարկե կիմանաք։ Այո, անպայման կլինեն։ Նայեք, անուններ, նայեք, ոչ հաստատելու եմ, ոչ հերքելու եմ։ Այն բահին, որ արդեն վերջնական որոշում կլինի, բնականաբար կիմանաք։ Թեր չէ։ Ռոբերտ Քոչյանի համախոհն եք, Քոչյանի իշխանությունից հեռացավ բոլորովին վերջերս, ժողովուրդը շատ լավ տեսել է Քոչյանի օրոք ինչպիսին էր մեր հանրապետությունը այնուամենայնիվ երկրի իրավիճակը եւ մարտի 1-ն էլ ամեն դեպքում ստվեր թողեց Ռոբերտ Քոչյանի վրա։ Դուք ինչ ռեսուրսով եք պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ։ Վարդան Օսկայանի ռեսուրսով, գուսակցության ծրագրով, մեր անելիքներով, երկրի նկատմամբ մեր տեսլականով, երեք ես հստակորեն ասել եմ, Քոչյանը այս գուսակցության հետ կապ չունի, բայց նորից կրկնեմ, ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինչ-որ ինձ տարանչադեմ Քոչյանից, ես այդպիսի խնդիր չունեմ։ Նայեք, այդ իշխանությունը իհարկե շատ թերություններ ունեցել է տարբեր ոլորտներում, բայց այդ իշխանությունը նաև մեծ հաջողություններ է ունեցել, հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ֆոնին, արտաքին քաղաքականության հարցերի ֆոնին, ես կարծում եմ, որ դա այն ժամանակաշրջանն է, որ շատ հարցերով ես կարծում եմ, որ ժողովուրդը դրականորեն է հիշում։ Այնպես որ եկեք ամեն ինչ չսևացնենք։ Մտավախություն չունեք, որ չհերքելով իր դա գիտեք, չեմ ուզում ինչ-որ կշի վրա դնեմ, փորձեմ վերլուծել էլի կօգնի թե կխանգարի։ Կուսակցությունը կլինի աշխատենք ժողովուրդը եթե վստահի մեր ուժին, բոլորի հետ էլ ես կարծում որ բնականաբար նախկինում էլ եմ համագործակցել եւ ես ԲՀԳ-ի մեջ էի ամենամեծ ճակատագրերից էի հագի հետ համագործակցության այնպես որ այդ դաշտը ես կարծում եմ որ լայն բաց է եւ ոչինչ չենք բացառում։ Անվանումը երկար ժամանակ բանակցություններ էիք վարում կուսակցություն ստեղծելու։ Հիմա փակագծերը կբացեք, ի վերջո ում հետ ինչ հարցերի մասին էիք բանակցում։ Գիտեք, ավելի հասարակական լայն շրջանակների հետ եմ հանդիպել, երիտասարդների հետ, ուղղակի փորձել եմ հասկանալ իսկապես դա ոնց կընկալվի, դրա հասարակական պահանջը կա եւ ասեմ որ ինձ այդ բոլորը բերել է դրական եզրահանգման, դրա համար էլ մի քիչ ավելի հրապարակային եմ խոսում այդ հարցի մասին։ Եկեք ոչ անուն ոչ թիվ չասեմ, էլի, բայց կլինեն բնականաբար կլինեն, էլի։ Մեկ տարի առաջ կուսակցություն բացել, այսպես շատ ուշ չի, կարծի ժամանակ։ Չէ, կարծում եմ ճիշտ բավարար ժամանակ կա, ես կարծում եմ։ Մեկ տարին լրիվ բավարար է կարողանալ ծրագրեր ներկայացնել եւ ժողովրդի վստահությունը լքում են շատերը։ Ինչպես։ ԲՀԿ-ն հիմա ինքնամատական process է սկսել եւ լքում են շարքերը։ Հնարավոր է որ այդ լքողները միանալու են ձեր կուսակցությանը։ Գիտեք, չեմ ուզում, ես չէի ուզենա իսկապես որ ԲՀԿ-ն գիտեք քայքայվի կամ գիտեք դկարանա, կարծում եմ, որ ԲՀԿ-ն նաև այն կուսակցությունից է, որի հետ մենք կարող ենք լայն այսպես համագործակցություն ծավալել, այնպես որ սպասենք ժամանակը ցույց կտա։ Օսկանյան, այնուամենայնիվ որ ասացիք Օսկանյանի ռեսուրսով եք պատրաստվում մասնակցել գործընթացներին, ո՞րն է այդ ռեսուրսը, մի քիչ կմանրամասնեք։ Գիտեք, ժամանակ, ես անձնական իմ թիմի ծրագրով, գիտեք, վերջ-վերջո 91 թվականից ես Հայաստանում եմ իմ ամբողջ կոորդինացիոնը ժողովրդի առաջ է, մարդիկ գնահատում են, ինչ որտեղ իհարկե թերությունների մասին խոսում են, քննադատում են, բայց 25 տարվա կուտակված փորձ կա։ Ես անպայման կուզեմ այդ փորձը ներդնել, ես կարծում եմ, որ դեռ շատ օգտակար կարող է լինել եւ մեր պետականության եւ երկրի հետագա զարգացման։ Մարտի 1-ը չի խանգարի ձեզ, պարոն Օսկանյան, Մարտի 1-ի ձեր հայտարարությունը այդ օրերին ձեր։ Նայեք, ես Մարտի 1-ի հարցին բազմիցս անդրադարձել եմ, իհարկե դա մեր սև վեճերից մեկն է։ Իհարկե այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է գրում դրա համար։ Իշխանությունը պետք չէ թողեր, որ նման բան տեղի ունենար։ Ես այդ իշխանության մաս եմ եղել։ Եվ հենց մարտի 1-ի օրը ես խորհուրդ կտամ մի հատ թարմացնեք հիշողությունները գնաք եւ YouTube-ում գա իմ ելույթը, որը գրագոցներից 3-4 ժամ առաջ է տեղի ունեցել, ուղղակի օդում զգալով որ լարված իրավիճակ է եւ նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել։ Ես շահեգանորեն նաեւ դարբերում եմ բոլոր մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել։ Համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ եւ գոչ անել
եւ հանրապետության նախագահային այսին իշխանություններին եւ ընդդիմությանը, որբեսի կարողանան երկխոսության մեջ մտնել, որբեսի մենք խուսափենք մարտի 1-ից։ Պարսկանյանության օրակարգում արտի 1-ի բացահայտումը կլինի։ Գիտեք, դա իրավական, այսինքն իրավաբան մարմինները պետք է դրանով զբաղվեն, այնպես որ այնտեղ բնականաբար աջակցություն կլինի եւ ինչքան տապանցիկ լինեն այդ հարցերը, այդքան լավ մեր հետագա Մտավախություն Ինչպես Կուսակցությունը կապում էին նաև մամուլում այսպես արտաքին ուժերի հետ, մի մասը ասում էր Եվրոպամետ կուսակցությունը, մի մասը ռուսամետ, անուններ էր անգամ հնչում, որ Արա Ապրանյանն Չէ։ Վերջո ձեր քաղաքականից արտաքին ո՞րն է լինելու։ կոմպլեմենտարիզմը։ Պարոն Ասկանյան, ոչ հերքում եք, ոչ էլ հաստատում եք, որ ապագայում հնարավոր է եւ Քոչարյանը կապ ունենա կուսակցության հետ, այսպես չեք բացառում, որ ինչ որ սա հանրային սխալ ընկալում չի առաջացնի ձեզ մոտ, որովհետեւ նրա անձի շուրջ հակասական են կարծիքները։ Չէ, բայց ես ասում եմ, ես կուսակցություն եմ ստեղծում իմ համախոհների հետ, մենք մեր ծրագիր ունենք, խնդիրներ ունենք։ Հիմա հետակային չեմ իմանում, գիտեք, Քոչարյանին, նայեք, այդ հարցերը, ես կարծում եմ Քոչարյանին պետք է տակ։ Իմ մասով ես պատասխանել եմ իսկապես, որ Քոչարյանը կապ չունի։ Տնտեսության մասին, բայց Գույք պարտքի դիմացը հենց դեր իշխանության օրոք է եղել։ Լավ, մի հատ այդ մասով ես կարծում եմ, որ Բայց դուք պատրաստ եք հանրային կարծիքը փորձեք իմանալ, իսկապես այդ մասով ես կարծում եմ, որ մեծ հաջողություններ են եղել այդ ժամանակահատվածում։ Հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը այնուամենայնիվ հայտնվի ձեր համամասնական ցուցակի շարքերում առաջին տեղում։ Այդ շատ քիչ ես չեմ պատկերացնում էլի այդպիսի բան։ Չեմ պատկերացնում, այսինքն դա այդպիսի հարց Քոչարյանին պետք է տա։ Ես կարծում եմ ինքը եթե քաղաքական ներգրավվածության ցանկություն ունի, թե չէ։ Իսկ դուք ինքներդ պատրաստ եք այդ համագործակցությանը Քոչարյանը։ Նայեք, ես Քոչարյանի հետ 10 տարի աշխատել եմ, նորմալ հարաբերություններ ունեմ։ Ես ասել եմ, գիտեք, ինձ մամուլը կամ գիտեք, իմ քննադատները չեն կարող իմ օրակարգը թելադրեն, էլի, կամ իմ ասելիքները։ Ես ինձ չեմ դնելու ոչ այսօր, ոչ էլ ապագային։ Այն վիճակում, որ ես փորձեմ ինչ որ մարդկանց բան ապացուցեմ։ Այդքան բան։ Քոչարյանը տեղյակ եղել է այս քննարկումներից կուսակցության ստեղծումից, թե երեք է իմացել։ Չեմ անում, եթե իմացել է, թե չէ։ Ես Քոչարյանի հետ ես բարձրաբար անդուեմ, դժվար եմ ասել, երևի մի քանի ամիս առաջ։ Ժողովրդի կվեն ստանալու համար դուք ավելի շատ ժողովրդին ինչ-որ հիշեցնելու եք ձեր իշխանության տարիներին։ Իմ հետագա անելիքները։ Իշխանությանը քննադատելով եք Իմ բացա ոչ մեկը ոչ մույսը, իմ հետագա անելիքները դուք կտեսնեք իսկապես այնպիսի հստակ զարգացման ծրագիր կլինի, որ ես կարծում եմ որ մենք ժողովրդի վստահություն անպայման ունենք։ Շեշտը դնել եք ձեր հերինակության վրա, պարոն Ասկանյան։